Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվին Սրբո ամեն։ Ողջույն ցեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այս երկու տարվա ընթացքին ընդմիջումներով ցեզի սկսա ընթերցել Խրիմյան հայրիկի Թրախտի ընտանիքեն ամեն անգամ գլուխը։ Այսօր սիրելիներ ցեզի պիտի ընթերցեմ 15-րդ գլուխը J Եչ եւ վերնակրված է այսպես ընտանեկան գդակ հիշադակ։ Լսեցինք սիրելիներ թե ինչպես Խրիմյան հայրիկ ընտանիքի սրբության ու կարևորության մասին խոսի եւ իսկապես զանազան փարոյական ընկերային մարդկային հոգեվոր նյութական խրատներ տվավ մեզի թե ինչպես ընտանիք մգրնա գանքում մնալ եւ երկրի վրա անգամ Թրախտի ընտանիքը լալ։ Անդորամար այս գիրքը կգոչվի Թրախտի ընտանիք։ Սիրելիներ, Թրախտը ընտանիքեն կսկսի, դունեն կսկսի։ Զավակը իր հորը եւ մորը կյանքին մեջ այդ երանելի կյանքը պիտի տեսնե։ Այն խաղաղությունը այն համերաշխությունը, ներտաշնակությունը, որ այր ու գին պետք է իրարու հետ ունենան, որբեսի զավակները այդ օրհնությունը վայելեն, այդ թրախտային կյանքը վայելեն, շատ հուժ կարևոր է։ Այս գլխուն մեջ պիտի տեսնենք, թե ինչպես Խրիմյան հայրիկը խոսի գդակի մասին։ Եվ կբացատրե, որ գդակը երկու իմաստներ ունի։ Գդակը թե նյութական ովև մեկ բան է, որ ծնողը կգդակե իր զավգին եւ կամ փարոյական բադվեր։ Եվ ցույց կտա հին գդակարանեն թե նահաբետները ինչ գդակ թողեցին, Մովսես մարգարեն ինչ գդակ թողեց, առաքյալները, Տեր Հիսուս Քրիստոս եւ գասնի մինչեւ իր ժամանակները ու գավարդե իր գդակով թե ինք որպես հայոց հայրիկ ինչ կգդակե մեզի։ Ընթերցեմ սիրելիներ շատ սկանչելի քրություն մնե։ Գսե ընտանեկան գդակ հիշադակ։ Ընտանեկան գենաց մեջ, կյանքի մեջ ձերունի նահաբետները իրենց վերջին օրտութենեն հետո վերջին անհրաժեշտ բարդ միևս ունին։ Այն է գդակը, կյանք եւ հիշադակ եւ Գաբրի նոքա հազարավոր տարի եւ նույնիսկ քերեզմանի մեջ։ Ամենքս ալ գիտենք սիրելիներ, որ ձերուկ դան նահաբետները իրեն գդակ ունին տալիք եւ այդ գդակը ամբողջ սերունդներ կբայ։ Խոսքը դարձյալ գսեմ գրնանյութական գդակը լալ, բայց մանավանդ փարոյական գդակ։ Գդակը դիրաբես կնշանակե այն սուրբ ավանդ եւ հանձնարարությունը, զոր մարդ յուրգենտանությանը ուրիշ գդակագադար անցի մը գավանթե, որ հետ յուր մահուն գադարեն յուր գդակը աննենք եւ անվրեպ հավատարմությամբ։ Ուրեմն մեկը սիրելներ իր ողջ եղածատենը գդակ կգրե, որբեսի անոնք որոնք իր գդակը պիտի գադարեն, գդակագադար կգոչվին անոնք սիրելներ ինչ որ գդակի մեջ գրված է առանց փոփոխության աննենք գերբով, անխարտախ գերբով, անվրեպ գերբով հավատարմությամբ փար արփար այդ գդակը մերնողին վերջին փապակը գդակը գադարեն։ Գդակագադար անցն անոր գդակը կգադարե շատ անգամ եւս յուր գդակը ինքն իր ցերոք կգադարե իգենտանության եւ կամ կփոփոխե զայն։ Նա ամբռնատատ է այս իրավանց մեջ, անոր գդակը պիտի գրե իր ցերկովը գդակը ուզած ադենը կփոխե։ Մեկը չի գտնար իրեն բարդատրել, որ չէ իրավունք չունիս փոխելու, մեկ անգամ քրեցիր գդակը։ Զի գդակը միայն յուր ազատ գամքեն գախում ունի, մարդուն ազատ գամքեն գախում ունի գդակը։ Բայց ինչպես կվգայե Բողոսարակյալը, գդակ հետ մահվան հաստատուն է։ Մերներեն վերջն է, որ գդակը հաստատուն գտարն այսին կփածվի։ Զոր եւ ոչ աշխարհից թակավորած փուրր հրամանը կարող է խախտել կամ ըստ փոփոխել։ Նույնիսկ աշխարհի թակավորներն անգամ չեն գրնար գդակը փոփոխության ենթարկել։ Թե սուբկրոց եւ թե ասկային պատմությանց մեջ նկատելով կտեսնանք,
որ գդակը երկու կերպ ավանդված է, կամ իբրև փարոյական բադվեր եւ կամ նյութական նվեր։ Հիմա առանցին միտխոսի Խրիմյան հայրիկ այս երկուքի մասին։ Նյութականին օրինակները շատ կտեսնանք մեր վաղեմի եւ արդի հիշադակարանած մեջ, որ բազմաթիվ աստվածաբաշտ անձինք, թե արք եւ թե կանայք, իրենց սեփական գալվածներեն կամ հարստության կանցեն գդակելով նվիրած են եկեղեցիներուն նվիրած են վանորեից, վանքերուն, շինության եւ հարադեւ բայձարության, որոց առհասարակ դեր եւ ժառանգորդ եղեր է ժողովուրդը առանց վաստակելով։ Սիրելներ, շատեր իրենց գդակը քրած են եկեղեցին, վանքերու շինության եւ բարեգործության, հաստատությանց եւ հավասիկ ժողովուրդը դեր եղած է այդ բոլորին առանց ինքը ովև մեկ գումար տնելու, որովհետեւ գդակ դվողները իրենք է որ գդակած են։ Եթե հետազոտենք մեր նախնիած ցերակիրի շադագարաններ, բազմաթիվ վանորեից ու դաջարած արցնակություն պիտի գտնենք, որտոքա մեծ մասն գդակած շնորհիվ հաստատված են առանցին իշխանավոր ու հարուստ ընտանիած ցերկով։ Իսկապես արսիրներ, եթե մեր եկեղեցիներուն վրա տրված արցնակությունները ուսումնասիրենք կամ զանազան հուշարձաններու կամ հաստատությանց, պիտի տեսնենք, որ որքան բարերարներ, իշխանավորներ, անցյալին իշխաններ գդակ թողած են այդ բոլորը։ Ով չի հավատար, որ անիի 1001 եկեղեցիկ գդակած ու հիշադակված օժանդակությամբ գառուցված են, որոնց անունները թեր կնշմարվին ավերակ ու գիծագործան դաջարներու վրա։ Եթե այցելեք անիի 1001 եկեղեցիներու քաղաքը եւ տեսնեք գիսագործան եկեղեցիներ, դակաբին շատ տեղեր սիրներ կրված են քրությունները կան թե ովքեր նվիրած են այդ եկեղեցին կամ դաջարը ժողովրդին։ Եվ ոմանք տեսնելով գզարմանան ու այսպես կտադեն թե հայոց ջոխություն եւ երկրի կանցերը վանքերու եւ հոյագապ դաջարներու շինության համար ըսպարած են։ Իսկ փարոյական գդակ ու բադվերը, որ խառն է լի օրտությամբ ու թարն անյուծիկ, այդ եւս սկանչելի գերբով կտեսնանք Սուրբ Գրոց մեջ։ Ուրեմն բացի նյութական գդակներեն, նաեւ Սուրբ Գրոց մեջ կտեսնենք փարոյական գդակը, որ անիգա գտնա բադվերը լալ եւ երբեմն նույնիսկ անեծք։ Աբրահամն աբեդ իր վախճանին մոտ գասկածելով թե գուցե ինքն գանուխ մեռնելով Իսահակ որդին մորնա հայրենի դան ասկակցությունը բանտուղտ երկրի մեջ օդար ընտանյաց հետ ամուսնանա գգոչե յուր հավատարիմ ծառային եւ գդագավ գբադվիրե որ կանանացված երկրեն չընտրի ամուսին Իսահակա որդվույն համար եւ ուխտիվ երթում գարդու իր մեջ չտրժել այս գդագին դեմ Աբրահամն աբեդը գանչե իր ծառան եւ երթումն էլ գուտա իրեն որ եթե նույնիսկ եթե ես մեռնիմ իմ զավակս կանանացիներեն ովև մեկը գին չառնե այլ թում պիտի երթաս եւ իմ հարազատներս մեկուն հետ զինք պիտի բսակես որովհետեւ իմ ժողովրդից մեջ են մեկը առնե հավատացյալ մեկը եւ ոչ թե անհավատ կանանացիմը նույնպես Իսահակ Աբրահամեն ուսյալ սորվելով նույն գդագավ գբադվիրեր Հակովպա կանանացված երկրի աղջիկներեն չառնուլ այլ միայն յուր մորենական դան ասկակցութենեն ընտրել յուրամուսին այսօր ծնողներ ալ սիրելներ պետք է իրեն զավակներուն ասեն զավակներ մենք ցեզի փարոյական բադվեր գդակ կթողենք որ չլա որ իսլամի հետ բուդդիստի հետ անաստվածի հետ ամուսնանակ չլա Հովսեփ նահաբեդին գդակը շատ նշանավոր էր 5 գդակարանի Հովսեփը որ ցանկությամբ գխնդրեր ու գսեր թե երբ դեր Աստված այցելությամբ հանե Իսրայելի դան ժողովուրդ Եգիպտոսեն հանեք եւ թուգին ոսկորներս այն եգրեն եւ դարեք ամփոփեցեք իմ հարց շիրիմներուն ծոցը ուրեմն երբ որ հрья ժողովրդի բիդի մահանար Հովսեփը սա որ երբ որ Աստված ցեզի այցելության կա եւ ցեզ այս եգրեն Եգիպտոսեն հանե ցեզ գդակ կթողեմ բադվեր գուտամ որ իմ ոսկորներս ցեզի հետ տանիք եւ տանիք թաղեք իմ հայրերուս հետ որբեսի այս օդարության մեջ չմնա եւ այդպես ալ ըրին Նահաբեդակից գդագեն հետո առավել մեծ եւ նշանավոր էր Մովսեսի գդակը, որ յուր վախճանին մոտ բոլոր Իսրայելի ժողովրդին գավանթեր, որ էր միմիայն Աստուծո օրենք եւ բադվերները, զորս գրկնելով գավանթեր Հակոբադան ու Դանիած։ Երկնից օրտություն գծողեր օրինաբահ որդված գլխույն, իսկ անեց եւ նզով կսպարնար նոցա, որ ըստունքանալով բադվիրանազանց գլինին։
Ուրեմն ամենամեծը սիրելիներ Մովսեսի գդագն էր։ Ինչն էր գդագը։ Աստուծո բադվիրանները փոխանցեց ժողովրդին։ Եվ ասավ, ով որ Աստուծո բադվիրանները կբահե, օրհնություն մի ստանա։ Իսկ ով որ չի բահեր, անեծք եւ դադարություն մի ստանա։ Այլ մեր կտած Հիսուսի գդագը լի էր ամենազեղուն օրհնությամբ, զոր վերջին ընտրյաց իրիգուն գավանթեր յուր սիրելի խմբին եւ բոլոր հավատացելոց։ Նորասուրբ գդագը սերն էր, զոր միշտ գրտնելով գավանթեր եւ գդագակիրն ավետարաններ։ Սիրելիներ, Հիսուս ալ գդակ թողեց։ Եվ Հիսուսի գդագը գրնակ կարտալ Հովանու ավետարանի 10-րդ գլուխեն մինչև 16-րդ գլխու մեջ։ Ինչն է Հիսուսի գդագը։ Սեր։ Ըսավ ցեզի նոր բադվիրամը գուտամ։ Սիրեցեք իրար, ինչպես ես ցեզ սիրեցի։ Այս գդագակիրը թողուց Հիսուս ոչ թե մի ընդանյաց կամ մի ազգի համար, ինչպես Մովսեսը հրյա ժողովրդին գդակ թողեց։ Հիսուս միայն մեկ ազգի համար չթողեց, այլ համայն եկեղեցու ընդանյաց կավանթե յուր հայրաբադվեր գդագը, որ լի ու լի բադարուն է երկնադուր օրհնությամբ։ Զինորա սուրբ եւ անտրջելի գդագաբադվերը յուր ավանդած հավատքն է, ընկերսիրությունն է, համադարած խաղաղությունն է, գարեգից համբերությունն է, թողություն եւ ներողությունն է, այս բոլորը Հիսուսին գդակն են։ Եթե մահկանացու մարդոց գդակ հետ մահվան այնչափ հաստատուն է, եթե բարձ մահկանացու մարդոց գդակը այդքան կարևոր է իրենց մահեն հետ, այդքան հաստատուն է, որչափ անմահ աստվածորդվույն գդակը, որ խաչին արյունով եւ նոր հավիտենական ուխտիվ գնկված է։ Հիսուս իր արյունը թափեց, հետեւաբար որքան մեծ է Հիսուսի տված գդակը մեզի։ Ուստի թե Մովսես, թե Հիսուս, թե առաքյալ եւ թե եկեղեցու սուրբ հարկ, ինչ որ ավանթեր են, բարդավոր կմնան եկեղեցու ընտանիքը, եթե զայնս աներց եւ հաստատուն չբահեն։ Թողունք այս բարոյական գդակը, որ մեր մասնավոր առարգային բարձր է, խոսինք դարձյալ նյութականին վրա, որ աշխարհից փախտավոր եւ հարուստ ընտանյաց համար մի անհրաժեշտ բարդիկ է։ Բարոյական այս գդակը թողենք ասե հիմա նյութական գդակի մասին խոսին գսե, որ հարուստ ընտանիքներում բարոյական բարդքն է ադիկա գդարել ազգին համար։ Մարդ թե այր եւ թե գին, երբ հիշե յուր օրհաս վաղճանը, հիշե որ յանքի վերջը հավասիկ հասեր է, եւ մտապերը թե ինքն մահկանացու է եւ պիտի մեռնի ու թողու այս աշխարհս, ընտանիք, սիրելի կանց, հարստություն եւ շատ գալվածներ, իմաստուն եւ արդար դնդես է այն մարդը, եթե ցանգա յուր մահվան եւ քերեզմանի մեջ եւս ապրիլ։ Անոր գուզե քերեզմանին անտենալ ապրիլ, պետք է հետեւյալը իշե։ Եվ ինչպես գդագավ եւ բարի իշադակով, այսինքն յուր սեփական հարստությունեն մի բաժին անե ազգին, բաժին անե աղքատ ընտանյաց, առանց երբեք զրգելով յուր դան ընտանիքը։ Այո, Հրմյան այրգսե ոչ թե ընտանիքը զրգես, այլ ընտանիքը դաս անպայման, բայց նաեւ բաժին անե գսե աղքատներուն, բաժին անեք ազգին։ Երջանիկ կլիներ ազգը, երջանիկ կլիներ մեր հայրենիքը, եթե ազգի մեջ գտնված յուրաքանչյուր կանցադեր անձինքը առանց գդակի եւ իշադակի չմեռնեին։ Սակայն շատ փուրն է մարդկանց մոլեգան ակահությունը, որ մարդոց սիրտ եւ հոգին կգաբե մինչեւ վերջին շունչ։ Նա հոգին դալու գհոժարի, կամ թե կանց ու ստացված։ Մարդիկ կան սիրելներ ավելի հոժար են իրենց հոգին դալ, քան թե իրենց կանցը իրենց նյութականեն բաժին դալ։ Այդպիսի մարդիկ կան, գսե Հրիմյան հայրիկ։ Նա յուր անկին հոգվույն փրկանած համար երբեք չի հաջիր թյուզնակյա կանց փոխարինել, թեև հնար լիներ հոգին անտրեն վերադարձնել։ Սիրելներ, անիկան նույնիսկ չի օժարիր, որ հոգին փրկելու համար բարեգործություն կատարել։ Ոստի ակահ մարդոց գդակը եւ անհակ դենչն այն է, որ յուր կանցը յուր հետ իքերեզման դանի ու թաղե։ Շատեր գուզեն, որ իրենց կանցը իրենց ունեցածը իրենց հետ քերեզմանի մեջ տրվի, իրենց հետ տանեն, բայց ուր պիտի տանեք, ժողովուրդ։ Ուր պիտի տանի այդպիսի ակահը։ Երկնքի քեդիները ամբողջ ոսկի են։ Ուր պիտի տանի։ Արժեք չունի ոսկին։ Կանցը արժեք չունի հավիտենական կյանքի մեջ։ Եվ ճշմարիտ է այս։ Ապա թե ոչ, ինչն է պատճառը, որ աշխարհիս ակահները շատ անգամ իրենց կանցերը հողին տակ անհայտ կթաղեն, ուր կթաղեն նաև իրենց քարաժեր սիրտը, ինչպես կվգայե սրտակետ Հիսուս, թե ուր կանցը կցեր են, անդ եւ սիրտը կցեր եղիցին։ Ուր որ ցեր կանցերն են, այնտեղ կլան նաև ցեր սիրտերը։
Այո, սիրելիներ, մարդիկ կան, որ դժբախտաբար իրենց կանցերը թաղած են եւ դեղալ իրենց սիրտը թաղած են։ Ոչինչ զանազանություն չունին ակահեն նաև այնպիսի մարդիկ, որ չափազանց ընդանեսեր լինելով վաղվան եւ ապակային համար հետանոսապար գողական։ Իրենց ամեն չանք ու վաստակը միայն իրենց կերտաստանին համար կպատրաստեն։ Նոցա համար փնավ փույթ չէ ընկերասիրության բարտիկ եւ կամ ասկին գարոտ ընտանիք։ Այո, շատեր կան, որ ընտանեսներ են, ընտանիքին շատ կսիրեն եւ ամեն ինչ իրենց ընտանիքին համար կթողեն, բայց կսե որ անոնց մե արժեք չգա, որովհետեւ եւ որ ասկի մասինալ չեն մտածեր, քոնե բզդիկ կումարը, բզդիկ մասը, բաժիմը ասկին դալու։ Եկեղեցի դբրոց, գդակ եւ իշադակ այս ամեն նոցա եւ այնպիսիած մտքեն հանված են։ Նոքա նախախնամության աստուծո չեն ավադար եւ գուրանան երկնից հոր խնամքը, որ ջնջղգան փունի ընտանիքը չի մորնար, ջնջուկներու փույնի ընտանիքը չի մորնար։ Այնպիսիք որ թեպետ իրենց ժլատության ցերկ մինչև իքերեզման կգծգեն, բայց իբադիժ նոցա ժառանգորդ ընտանիքը ամենայն շրայլությամբ կփանան իրենց ցերկը ու անխնա գվատնեն բոլոր հարստության կանցը, որով ջող մեծադուն ընտանիքը գարոտ մուրացիկ կլինին, որոց բազմաթիվ օրինակներն անցելույի մեջ բացություն գավանթե եւ ներգայիս մեջ մենք մեր աչքով կտեսնենք։ Գսե որ Խրիմյան հայրիկ, որ դժբախտաբար մարդիկ կան, որոնք այնքան ակահություն գնեն, որ միայն իրենց ընտանիքին կբային, նույնիսկ բզդիկ բաժիմը, եկեղեցվո, դբրոցին, աղքատներուն, հայրենիքին, բաժիմը անգամը չեն դար, ոչինչ կուտա, բայց կարծեք կսե ադիգա իրենց նաև բադիժ գլա, որտեղ իրենց մերներեն վերջ, իրենց զավակները շրայլությամբ գմսխեն ամեն ինչ, այդ բարեգեցիկ ընտանիքը վերջը ոչինչ կունենա։ Գդագարարարության բարդիկ միայն մեծադան ընտանիած համար չէ, միայն մեծարուստները չեն, որ գդակ պետք են, այլ ասկին յուրաքանչյուր անհատ անցինքը առանցին իրենց գդակն ունին։ Ամեն մարդ, հարուստ կամ աղքատ, մեծ կամ փոքր, գրոնավոր կամ աշխարհական։ Արձատով եւ անարձատ գղերները թող մեկը յուր արձատը գդագե, անոնք որոնք գղերական են, արձատ ունեցող եւ չարձատ չունեցողները։ Անոնք որ արձատ ունին գսե, անոնք որ հարստություն ունին այդ գղերականները, թող մեկը իր արձատը գդագե, մյուսն յուր քիրքը եւ խրադը։ Մեկը գրոնավորը չունի փամը, իր խրադը թող գդագե։ Իր քիրքը թող գդագե։ Թող գդագեն նոքա եկեղեցվո որդիներուն հայրենադուր հավատք եւ հարց ավանդություն բինդ պահել։ Ինչ պիտի լա այսպիսի գղերականներուն թողած գդագը հավատք ժողովրդին ասեմ որ բինդ պահեցեք մեր հայրերու հավատքը թող գդագեն նոքա հայոց քաղաքական զավակներուն ուր որ գլինին Արարատ եւ Էջմիածնի գաթողիկեն չմորնան Արարատ եւ Էջմիածնի գաթողիկեն չմորնան Սուրբ Էջմիածինը չմորնան այս թող գդագեն գսե ասիրելներ Խրիմյան այրիկ անգամ գսե մի մորնակ Արարատը մի մորնակ Էջմիածինը Այսօր դժբախտաբար գուզեն մորցնել դալմեզի Թող գդագեն նոքա Սուրբ Ղևոնդյանց ու Վարդանանց խաչ եւ անձնվիրությունը Թող գդագի քաղաքացին յուր ընդանյաց արհեստ աշխատություն վաճառաշահություն դնդեսություն խնայություն եւ բարոյական կյանք ընտանիքի անդամներն ալ իրենց ընտանիքի անդամներուն այսպիսի բաներ թող գդագեն Իսկ շինական աշխատամաշ ձերունիկը անոնք որոնք աշխատանքի մեջ գմաշին այդ ձերունները թող այս գդագն ավանթեն ընդանյաց որ սիրեն հին նահաբեդական բարձ կյանք սիրեն մշակություն հող մշակել հողն ու մաջը սիրեն երբեք չվաճառեն իրենց կյանքն ու հարստության մշտապուխ աղբյուրը այսինքն հայրենի երգիրն ու քեդինը չվաճառեն այսպես թող գդագեն այս բարոյական բադվերը դան անոնք որոնք հողի մեջ գմաշին անոնք որոնք ձերունի են ամբողջ իրենց կրդինքը աշխատանքը վաստակը դրած են հողին մեջ որ իրենց ընտանիքի անդամները հայրենի հողը չձախեն իրենց ընտանիքի դունը չձախեն Եթե դուք ինչ պիտի գդագեք հայրենյաց կարոտ խեղճ բանտուղտ հայեր դուք գդագեցեք ձեր զավակած ու եղբարց երբ օտարության մեջ կասնի ձեր վերա ո մահու քերեզման այո նզովուկ գդագեցեք որ նոքա հայրենի հողին ու երկրի մեջ դկնին ու աշխատին անոնք որոնք կսե բանտուղտ են Ղարիբ են դուք ինչ պիտի գդագեք կսե դուք ալ անեց գդագեցեք որ Ձեր ընտանիքի անդամները ցեզի բես
հայրենի հողը չթողեն եւ չհերանան։ Թողմերնին ուրեմն գսե այո նզովի կդագեցեք որնոքա հայրենի հողին ու երկրի մեջ դկնին ու աշխատին թողմերնին թող իրենց կերեզման իրենց արդիկ լինի իրենց արդի մեջը լա կերեզմանը թող չկան այս դեղը այս օդարության մեջ չկան ուրցեր ազատ եզն ու մաչ թողլով փերնագիր գլինիք անցյալին սիրելներ գտողեին քյուղերը գուկային բոլիս եւ փերնագիր գտարնային Եվ շատ անգամ փերանց ծառության ծեր ոսկորները գջարջդին եւ ծեր հուժգու բազուկները գտուլնան երես ընդքեդին գտավալիք փողոցի սալահադագած վրա գփառնան ու գտաղենը ցես անհիշադակ շիրիմներու մեջ ուրչեն ու չգան ընդանեգան կերեսման ծեր բաբերուն ու մամերուն խաչկարեր եւ ոսկորները չգան օդարության մեջ որքան հայեր գգործվին Խրիմյան այրգի խրատները որքան աժմիական են նաեւ սիրելներ հայրենագիցներ գերտան այնպիսի վայրեր ուր թշպախտաբար հայություն ալ չկա այդ օդարության մեջ իրենց հայրենիքին հերացած որ կորց գտնեն բեռնագրության դակ կլան ահավոր ծանր ջնշումներու դակ կլան օդարության մեջ ալ գբերնին իրենց հիշադակն ալ գչնչվի թշպախտաբար իսկ դու հեկ արձվիտ վասպուրական ինքն իր մասին խոսիմա Խրիմյան այրիգը ինքը գոչվեր վասպուրականի արձիվ, որը վասպուրականի վարակա վանքի ինքը առաջնորդն էր։ Ուրեմն գսե իստուն հեկ խերջ արձվիտ վասպուրական, քո գդագն ինչ է, թե որ մահնսկես բանտղտության մեջ նեդահար է։ Ինչ մի դլակու գդագդ։ Հիմա իր գդագը գսե։ Գամք դյարն օրտնյալ եղիցի գասեմ, աստուծո գամք օրտնյալ գլա, տողլա գսեմ։ Եվ գավանթեմ իմ գդագը իմ սիրելի հավատարիմ եւ մդերիմ ազգին որ զիս փառնան դանին այն հողին ավանտեն եւ տնեն զիս իթիր հանգստյան վարակա խաչկարերու դագը ուր թերևս շիրիմս ու ոսկորներս խարդվի Եղիսեի նման սուրբ հարց շիրիմներուն հետ ես մեղաբարտ մերյալս արժանի լինիմ նորոք հարության ննչելով ի Քրիստոս հավատով եւ հուսով կսե թե բանտղտության մեջ մերնիմ իմ ոսկորներս տարեք եւ խառնեցեք վարակա վանքին մեջ թաղված հայրերու հողին թող խառնվի իմ ոսկորներս թերևս ինչպես որ Եղիսե մարգարեին ոսկորները երկրի վրա եւ որ մերել մանոր ոսկորներուն տվավ եւ հարություն արավ թերևս ալ գսե այդպիսով ես ալ հարության ժամանակ հարություն առնեմ սիրելիներ ափսոս որ վարակա վանքը այսօր մեզի չի պատկանիր անիգա վանի վասպուրականի մեջն է Բիդի չի մորնանք սիրելներ մեր հայոց պատմությունը բիդի չի մորնանք մեր հայրենի սրբությունները անցյալի եւ ներկայի եւ բիդի ապրինք երազելով բիդի ապրինք իմաստությամբ մեծնալով որբեսի օրը արժանի լանք այդ բոլորը իդ ցերծելու եւ փառք Աստծո որ այսօր Խրիմյան հայրիկի աջուները գահանչին Սուրբ Էջմիածնի եկեղեցվո ճիշտ կողքին ամեն անգամ որ Սուրբ Էջմիածին գայցելենք կխոնարհենք իր շիրմին դիմաց բայց կհավատամ որ օրը երանելի օրը երբ վարակավանքը դարձյալ մեզի վերադարձվի Խրիմյան հայրիկին մասունքները նաեւ պիտի դարվի վարակավանք եւ իր գդագին համաձայն պիտի խառնվի վարակավանքի հողին Աստված օրհնե իր հիշադակը եւ մենք սիրելներ կարողանանք իսկապես Խրիմյան հայրիկի հավատքով մեր կյանքը ապրել ծնողներ ոչ միայն հետամուտ եղեք ձեր զավակներուն նյութական գդակ թողելու այլ հետամուտ եղեք փարույական գդակալ թողել անոնց խրադելով անոնց որ իրար սիրեն եղբայրներով քույրերով հարազատներով սրբությամբ ապրին որ Աստուծո ճամփու մեջ կալեն հավատքով լան կրոնավոր եղբայրներ խրադեցեք ձեր հոդի անդամներուն ձեր ժողովրդին Ցեզի անցնված ժողովրդին որբեսի Աստուծո երկյուղով մեծնան իրար հետ սրբությամբ ապրին հերացնեն իրենց լեզվեն մտքեն սրդեն ամեն տեսակ զազրելի խոսակցություն հայոյանք եւ միայն Քրիստոսի սիրով իրար հետ սրբությամբ ապրին հայրենիքը սիրեն եկեղեցին սիրեն Աստված սիրեն ընտանիքը սիրեն եւ բոլոր սրբությունները Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ շաբաթավեր ձեր բոլորին